Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում սահմանային ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը, հայտնել է վարչապետը։ 2022 թվականի ամռանը անցման կետը կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ուժերով։ Այսօր լրանում է մարտի 1-յան արյունալի իրադարձությունների 17-րդ տարելիցը։ Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել ազդեցություն եւ հակազդեցություն հուշարձանին, հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ մարտի 1-ի բացահայտման գործին։ Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Ինչպես են ընթանում դատական նիստերը, Փաշինյանը պատասխանել է նաև այս հարցին։ Վարչապետը հրաժարվել է մեկնաբանել 3 Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպումը։ Բրիտանիայի վարչապետը մարտի 2-ին 18 երկրների ղեկավարների հրավիրել է Լոնդոն Ուկրաինային աջակցելու քայլեր մշակելու համար։ Ներկա կլինի նաև Զելենսկին, որն արդեն ժամանել է Լոնդոն։ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում այսօր հրդեհ էր բռնկվել, որն արդեն մարվել է։ Տեղի ունեցածի պատճառները նախնական տվյալներով տեխնիկական են։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանը մեկ տարվա կտրվածքով արձանագրել է տնտեսական ակտիվության 7.1% աճ։ Ցուցանիշների անկում է նկատվել միայն արդյունաբերության ոլորտում։ Ֆրինյուզի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրաշրջանառության ցուցանիշները։ Երևանի մշակութային կյանքում սպասվում է արտասովոր ու ոգեշնչող իրադարձություն կկազմակերպվի ցուցահանդես, որը հնարավորություն կտա հայ արվեստասերներին բացահայտելու ժամանակակից արվեստի նոր շերտեր։ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում սահմանային ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը, հայտնել է վարչապետը։ Մարգարե անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ուժերով։ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հրամայում եմ անցնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության։ Աջ, բաց, դեպի ծառայության վայրեր, հալով, մարշ։ Այսօր լրանում է մարտի 1-յան արյունալի իրադարձությունների 17-րդ տարելիցը։ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, որոնք բողոքում էին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ։ Նույն օրը ավելի ուշ Ալեքսանդր Միասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարներին և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին։ Մարտի 1-ի սպանություններից 17 տարի անց էլ 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված ազդեցություն և հակազդեցություն հուշարձանին, հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Ես երբեք չեմ ասել, որ մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտվել է, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել։ Ասել եմ, որ մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու, հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը, նշելով. Վերջին շրջանում տեղի ունեցել քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին, երբ քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը, մարտի 1-ի գործի բացահայտումը և այդ մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը և եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին և լինելու է
այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առաջադրել եմ։ Հետևաբար, երբ որ ես ասում եմ, որ բացահայտված է, ըստ էության տեսեք, ինչա տեղի ունեցել։ Տեղի է ունեցել հետևյալը՝ բռնի ուժով, բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում եւ տեղի են ունեցել սպանություններ։ Դա բացահայտված, այս ամեն ինչը պետքա ինչ որ ձևով ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա, բայց ելի եմ ասում, դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները։ Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Ինչպես են ընթանում դատական նիստերը, ինչ է կատարվում Բաքվի բանտերում եւ վերջապես ինչ է անում հայկական կողմը մեր ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Փաշինյանը պատասխանել է նաեւ այս հարցին։ Ուզում եմ իրադրությունը ճիշտ հասկանանք։ Էնպես չի, որ մենք նախ պետք է մենք հասկանանք ինչ գործիքներ ունենք։ Ինչ գործիքներ ունենք իրատեսորեն, որ կարող ենք օգտագործել եւ արդյոք այդ գործիքները չեն օգտագործվում։ Տեսեք խորհրդանում ընդդիմությունը ես ամբիոնին կանգնած ասում է, այ ասեք, որ ասեք, որ սենց ասեք կամ նենց ասեք կամ նենց ասեք։ Ես ասում եմ, եթե ես համոզված լինեմ, վստահություն ունենամ 70%-ից բարձր, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չի այդ ասելը, բայց ես 100% վստահություն ունեմ, որ այդ ասելը ընդհանրապես վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց։ Ես ասում եմ, մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ, որ նրանց նկատմամբ կիրառվում արդեն ինչ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Եվ դուք էլ կարող եք ասել, թե բա ինչի միջև հիմա կարծես թե արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կարծես թե հիմա ավելի հստակ է։ Ինչու միջև հիմա ավելի հստակ չէիք հայտարարություններ անում։ Մենք չենք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում եւ այլն։ Ինչու ենք հիմա հայտարարություն անում, որովհետեւ տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետեւ դա արդեն տեղի է ունեցել։ Իդեպ վարչապետը հրաժարվել է մեկնաբանել 3 Սպիտակ տանը տեղի ունեցած Տրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպումը, որ վերածվեց բանավեճի, որ ցնցեց աշխարհը եւ որից ցնցած Ռուսաստանը։ Ուկրաինայի համար անսպասելի էր բանակցության ընթացքը, իսկ ինչպիսին կլինեն չստացված հանդիպան հետևանքները, քանի որ ամերիկյան կողմն արդեն անցել է, այսպես ասած, պատժիչ գործողությունների։ Փոխարենը մեծ ակտիվություն են ցուցաբերում եվրոպացի առաջնորդները, որոնք խոստանում են միայնակ չթողնել Ուկրաինային այս անելանելի իրավիճակում։ Բրիտանիայի վարչապետը մարտի 2-ին 18 երկրների ղեկավարների հրավիրել է Լոնդոն Ուկրաինային աջակցելու քայլեր մշակելու համար։ Ներկա կլինի նաև Զելենսկին, որն արդեն ժամանել է Լոնդոն։ Ուկրաինան միայնակ չէ, Գերմանիան մեր եվրոպացի դաշնակիցների հետ միասին Ուկրաինայի կողքին է ընդդեմ ռուսական ագրեսիայի։ Ուկրաինան կարող է հույս դնել Գերմանիայի, Եվրոպայի եւ այլ երկրների անսասան աջակցության վրա։ Ձեր արժանապատվությունը արժանին է մատուցում ուկրաինացի ժողովրդի քաջությանը։ Եղեք ուժեղ, համարձակ, անվախ։ Դուք երբեք միայնակ չեք, թանկագին նախագահ Զելենսկի։ Մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ արդար եւ ամուր խաղաղության հասնելու համար։ Ուկրաինան Եվրոպա է, մենք աջակցում ենք Ուկրաինային։ Մենք կավելացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որ վերջինս կարողանա շարունակել դիմադրել ագրեսորին։ Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է անհրաժեշտ։ Մեզ եվրոպացիների սպարտքն է ընդունել այդ մարտահրավերը։ Սպիտակ տան տեսարանները շոկային են, ինչպես կարելի է դավաճանել օկուպացիայի ենթարկված երկրի նախագահին, ազատ Եվրոպան չի հրաժարվի Ուկրաինայից։ Ռուսաստանն ագրեսորն է, Ուկրաինան ագրեսորի զոհը։ Մենք Ուկրաինայի կողքին ենք։ Սրանք եվրոպական երկրների առաջնորդների ու տարբեր կառույցների ղեկավարների գրառումներն են, որոնք հաջորդեցին Սպիտակ տանը ոչ թե Թրամփ-Զելենսկի, այլ Թրամփ-Վենս-Զելենսկի, ոչ թե փակ, այլ բաց սցենարով շոու հիշեցնող սկանդալային հանդիպմանը։ Զելենսկին մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ստորագրելու Ուկրաինայի հազվագյուտ հանածոների վերաբերյալ համաձայնագիրը, սակայն նա ոչ միայն հեռացավ առանց պատմական այս պայմանավորվածությունը ձեռք բերելու, այլև կորցրեց ամերիկյան քաղաքական ու ռազմական, նաև տնտեսական աջակցությունը։ Ինչ կատարվեց Սպիտակ տան օվալաձև սրահում, ինչու Թրամփը որոշեց Զելենսկուն հայրաբար դասեր տալ, ավելին ստորացնել, չնայած դա նրան չհաջողվեց։ Ուկրաինայի նախագահը մնաց իր բարձրության վրա։
Ձեր երկիրը մեծ դժվարությունների մեջ է։ Ես գիտեմ, դուք չեք հաղթում։ Դուք չեք հաղթում այս պատերազմում։ Դուք անիծյալ լավ հնարավորություններ ունեք դուրս գալու այս վիճակից մեր շնորհիվ։ Պարոն նախագահ, մենք մնում ենք մեր երկրում, մնում ենք ուժեղ։ Պատերազմի հենց սկզբից մենք մենակ ենք եւ մենք շնորհակալ ենք։ Ես ասացի շնորհակալություն այս գրասենյակում։ Դու մենակ չես եղել։ Մենք ձեզ այս հիմար նախագահի Բայդենի միջոցով տվել ենք 350 միլիարդ դոլար։ Մենք ձեզ զինտեխնիկա ենք տվել, իսկ ձեր ժողովուրդը քաջ է, բայց օգտագործել է մեր զինտեխնիկան։ Եթե մեր զինտեխնիկան չունենայիք, 2 շաբաթից այս պատերազմը կավարտվեր։ Ես նման կարծիք լսել եմ Պուտինից։ Նա էլ 3 օրում էր Ուկրաինան վերցնում։ Իհարկե այո, ես բազմիցս երախտագիտության խոսքեր եմ հայտնել ամերիկացի ժողովրդին։ Դուք պետք է երախտապարտ լինեք, դուք հաղթաթուղթ չունեք, ձեզ քշում են այնտեղ, ձեր ժողովուրդը մահանում է, դուք վերջանում եք, դուք զինվորներ չունեք, եւ հետո դուք մեզ ասում եք, ես հրադադար չեմ ուզում, ես զինադադար չեմ ուզում, ես ուզում եմ առաջ շարժվել եւ ես սա եմ ուզում։ Նայեք, եթե հիմա կարող էիք զինադադար ձեռք բերել, ասում եմ վերցրեք, որ փամփուշտները դադար են թռչել, ձեր ժողովուրդը դադարի կռվել։ Ուզում եք ասել, որ զինադադար չեք ուզում, ես զինադադար եմ ուզում, որովհետեւ հրադադարը ավելի արագ կստացվի։ Հարցրեք մեր ժողովրդին այս մասին։ Ես ուզում եմ, որ պատերազմն ավարտվի, բայց մենք երբեք չենք ընդունի հրադադարը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 25 անգամ խախտել է Ուկրաինայի հետ նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները։ Ուստի Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին։ Դա մորոք չի եղել, դա տեղի ունեցել Օբամայի ժամանակ։ Սպիտակ տանը տեղի ունեցող մեղմասած բանավեճին արցունքախառն հայացքով հետևում էր Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։ Հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին լքել է Սպիտակ տունը, նրան որևէ մեկը չի ուղեկցել։ Սպիտակ տունը լքելուց հետո Ուկրաինայի նախագահն այնուամենայնիվ շնորհակալություն հայտնեց ամերիկացի ժողովրդին։ Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար, շնորհակալություն Տրամփ, Կոնգրես եւ Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար եւ կայուն խաղաղություն է պետք եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Բայց սա ամենը չէ, անարդյունք հանդիպմանը հետևեցին ամերիկյան կողմի հայտարարություն գրառումները։ Դրանք այն մասին էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում այլևս անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։ Թերթ Social օգտահաշվում նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. Բանակցությունները վերսկսելու համար Զելենսկին պետք է դադարեցնի Պուտինին քննադատելը եւ հայտարարի խաղաղություն հաստատելու իր ցանկության մասին։ Զելենսկին կարող է վերադառնալ Սպիտակ տուն, երբ պատրաստ կլինի խաղաղության։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիսն էլ տեղեկացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այլևս ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային, քանի որ այն առաջնահերթություն է տալիս խաղաղ բանակցություններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ դադարեցրել է Ուկրաինայի էներգոհամակարգի վերականգնման համար տրամադրվող աջակցությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը X-ի էջում կատարվածն ամոթալի է որակել։ Թրամփն ու Վենսը հայտարարել են, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին են։ Սա աղետալի սխալ է Ամերիկայի ազգային անվտանգության համար, եւ եկեք պարզ լինենք։ Թրամփն ու Վենսն այժմ անձամբ են պատասխանատու այդ քաղաքականության համար։ Այս տեսակետը ամերիկացիների մեծամասնությունն ու քաղաքական որևէ կուսակցություն չի կիսում։ Աշխարհը ցնցված է, իսկ Ռուսաստանը ցնծում է։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է ավելի իրատեսական լինի եւ ընդունի Ռուսաստանի պահանջները տարածաշրջանում կայունություն պահպանելու համար։ Դաժան նախատինքը օվալաձև աշխատասենյակում։ Առաջին անգամ Թրամփը կոկաինի ծաղրածուի երեսին ասաց ճշմարտությունը։ Կիևի ռեժիմը խաղում է երրորդ համաշխարհային պատերազմի հետ։ Ռուսական կողմի տարածած բոլոր հայտարարությունների բովանդակությունը գրեթե նույնն էր։ Սպիտակ տունը լքելու ժամերից Վոլոդիմիր Զելենսկին հարցազրույց է տվել Fox News-ին։ Ուկրաինայի նախագահը պատասխանել է Թրամփի այն հայտարարությանն, ըստ որի Պուտինը խաղաղություն է ուզում, իսկ Զելենսկին ցանկանում է շարունակել պատերազմը։ Կիևի առաջնորդը նշել է. Ոչ ոք այնքան չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի, որքան ուկրաինացիները։ Մենք պատրաստ ենք օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել, բայց դա բավարար չէ։ Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց մենք պետք է ամուր դիրքերում լինենք։ Բայց երաշխիքներ են պետք։ Ես վստահ եմ, որ մենք սխալ բան ենք արել։ Կամ մի բան, որը մենք պետք է քննարկենք տեսախցիկից դուրս, բայց նրանք պետք է լսեն Ուկրաինայի դիրքորոշումը։ Մեզ համար դժվար կլինի առանց ԱՄՆ աջակցության։ Ահա թե ինչու եմ ես հիմա այստեղ։ Ես չեմ ցանկանում կորցնել Միացյալ Նահանգներին, մեր ամենակարևոր գործընկերոջը։ Հարցին թե արդյոք օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած բանավեճից հետո Զելենսկին մտադիր է ներողություն խնդրել Թրամփից, Ուկրաինայի նախագահը պատասխանել է, որ իրեն մեղավոր չի զգում։ Ես հարգում եմ նախագահին եւ հարգում եմ ամերիկացի ժողովրդին։ Ես չեմ կարծում, որ մենք վատ բան ենք արել։ Տրամփի հետ իմ հարաբերությունները պետք է վեր լինեն երկու նախագահների հարաբերություններից, քանի որ դա երկու ժողովուրդների հարաբերությունների հարցն է։
Զելենսկու խոսքով Կիևը բաց է Ռուսաստանի հետ բանակցությունների համար, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրի։ Միևնույն ժամանակ Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպային նույնպես անհրաժեշտ են անվտանգության որոշակի երաշխիքներ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որպեսզի եվրոպական խաղաղապահ ուժերը կարողանան տեղակայվել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Զելենսկին մերժել է սենատոր Լինդոս Գրեհեմի հրաժարական տալու կոչը Թրամփի հետ վիճաբանությունից հետո։ Ըստ Կիևի առաջնորդի այդ որոշումը կարող է ընդունել միայն Ուկրաինայի ժողովուրդը։ Ի դեպ Բրիտանիայի վարչապետը մարտի 2-ին 18 երկրների ղեկավարներին հրավիրել է Լոնդոն Ուկրաինային աջակցելու քայլեր մշակելու համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիզեն էլ Միացյալ Նահանգների նախագահին տոկունություն եւ արիություն է մաղթել Սպիտակ տան Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումից հետո։ Վրացի քաղաքական գործիչներին եւ եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցություն են հայտնել Զելենսկուն, Կոբախիզեն պատերազմի ջատագովներ է անվանել։ Վրաստանի վարչապետի խոսքով այդ հանդիպմանն ուրվագծվեց սահմանը այն ուժերի միջև, որոնք խաղաղություն են ուզում եւ մտահոգված են ուկրաինացիների ճակատագրով, եւ նրանց, ովքեր ցանկանում են կռվել մինչեւ վերջին ուկրաինացին։ Եվ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Հովսեփ Խոշոյանի հետ։ Բարեկո պարոն Խոշոյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք ամենակարևոր թեժ պահից։ Երեք բոլորս ականատես եղանք Միացյալ Նահանգների նախագահի եւ Ուկրաինայի նախագահի հանդիպմանը, որտեղ աննախադեպ մի իրողություն տեղի ունեցավ, բոլորը բավականին լարված մթնոլորտում քննարկումներ են անում։ Ինչ է սա։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Իհարկե շատ տխուր էր տեսնել, թե ոնց է թիվ 1 գերտերության ղեկավարը եւ նաեւ թիվ 1 ժողովրդավարության ղեկավարը այսպես փորձում ճնշել պատերազմի մեջ գտնվող եւ ագրեսիայի զոհ հանդիսացող ըստ էության երկրի ղեկավարին, ստիպելով նրան այսպես գիտեք այդ հանքերի, երկաթի հանքերի եւ դժվար հայտնագործող այդ նյութերի պայմանագիրը կնքել, ըստ էության չառաջարկելով դրա փոխարեն որևէ երաշխիք, անվտանգության երաշխիք, որը Ուկրաինայի եւ Զելենսկու գլխավոր նպատակն է։ Իրենք ասում են, լավ, եթե դուք գտնում եք, որ պետք է աջակցեք Ուկրաինային դրա դիմաց, այլ ոչ թե արժեքների համար, ոնց որ նախկինում էր Բայդենի իշխանության օրոք, այլ նյութական արժեքների դիմաց բացառապես, հա, բայց գոնե մենք իմանանք ինչ ենք ստանում դրա դիմաց։ Նու Թրամփը ասում է, որ դուք ստանում եք մեր հանքահորների ներկայությունը ձեր տարածքում, որը ինքնին արդեն երաշխիք է, որ Պուտինը չի հարձակվի։ Դե Զելենսկին ասում է, բայց մենք տեսել ենք բազմիցս, որ խախտել է իր ստորագրած նույնիսկ փաստաթղթերը։ Դե Թրամփը ասում է, դե դա եղել է նախկինում։ Բայդենի օրոք, Օբամայի օրոք, իմ օրոք այդպեսի բան չի եղել։ Ինչին Զելենսկին շատ հաստատված հակադարձում էր։ Ես խոսում եմ այն շրջանի մասին խոսակցության, որը այսպես հանգիստ էր ընթանում։ Այո։ Զելենսկին ասում է՝ մի րոպե, բայց դուք էլ եք եղել նախագահ։ Նախկինում 4 տարի դուք եք եղել մինչև 20 թվականը եւ այդ շրջանում շարունակել են զոհվել մարդիկ, ելի խախտվել է հրադադարը, որը ստորագրել ենք Պուտինի հետ։ Եվ հասկացրեց, որ այնպես չի, որ միայն Օբամայի եւ Բայդենի օրոք են այդ բաները խախտվել ուրեմն Պուտինի կողմից։ Եվ երբ որ տեսավ փոխնախագահ արդեն Դիջի Վենսը, որ Թրամփը չի կարողանում ըստ էության փաստարկման դաշտում հակադարձել Զելենսկուն, գիտեք, որովհետև նախկինում բոլոր մյուս ղեկավարները, ովքեր հանդիպում են Թրամփի հետ, աշխատում են զուսպ լինել, երբ որ զգում էին, որ նրա ասածը չի անպատասխանում իրականությանը, այսպես շատ մեղմ էին արձագանքում, որ հանգարց սուտ չհանեն, հա, բայց մյուս կողմից էլ փորձում են իհարկե նույն Մակրոնը եւ Ստարմերը ինչ որ ձևով ճշմարտությունը եւս ցուցադրել, բայց Թրամփը չէր սպասում, որ այսպեսի բաց հակադարձում կլինի, այդ թվում Զելենսկին իրեն շատ լավ պահեց, պաշտպանելով եվրոպացիներին, երբ որ Թրամփը ասաց, որ մենք Եվրոպայից շատ ենք ձեզ օգնել,
Զելենսկին ասաց, չէ, կներեք, բայց այդպես չի։ Փաստերը այլ բան են Հա, ասում։ իհարկե, փաստերը այլ բան են ասում, որովհետև չգիտես որտեղից այդ 350 միլիարդը վերցել է Թրամփը, այդ թիվ ոչ միտեղ արձանագրված չի։ Արձանագրված է 90 քանի միլիարդը, որից 30-ի մոտը ռազմական օգնությունն եղել, մնացածը այլ տիպի։ Դե Թրամփը նաև ասաց, որ ես չեմ Զելենսկուն չեմ ասել, որ դու բռնապետ ես, հետո ասել է, որ ասել է, այսպեսի այսինքն հակադարձում է իր ասածներին։ Հա, Ադեկվատ չի դա։ 3 չէ առաջ օրը, երբ որ իրեն Ստարմերի հետ հանդիպման ժամանակ էր կարծես թե հարցեցին դուք շարունակում եք մտածել, որ դուք չէ, ներողություն չեք խնդրել Զելենսկից, որ ասել եք դիկտատոր։ Ինքը ասաց, չեմ էլ հիշում, այդպեսի բան եմ ասել, ոնց կարող է ես այդպեսի բան ասել։ Նույն 350 միլիարդն էլ կարող է այդ շարքից լինել։ Բայց ինքը այնքան է կրկնել այդ 350 միլիարդը, որ դժվար թե հետ կանգնի այդ թվից։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ նման պայմաններում իհարկե Զելենսկին իրեն բավականի պինդ պահեց եւ չվախեցավ հակադարձել, հասկանալով իհարկե, որ ամեն դեպքում Թրամփից եւ ԱՄՆ-ից շատ բան է կախված Ուկրաինայի հաղթանակի պարագայում, բայց ինքը նաեւ հասկանում է, որ ինքը միակ դաշնակիցը, որ ունի, դա Միացյալ Նահանգները չի։ Եվ այստեղ է, որ մենք էլ նույնը պետք է հասկանանք, հա, չնայած մեր դեպքում հույս ունենամ, այս նույն սցենարը չի կրկնվի, եւ ես նույն սցենար ասելով նկատի ունեմ նախ եւ առաջ այն, որ Թրամփը այսօր ըստ էության խախտում է նաեւ Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգների դեռ 2021 թվականին կնքած ռազմավարական գործընկերության խարտիան։ Մենք գիտենք մեր խարտիայի մասին, որ ստորագրեցինք Միացյալ Նահանգների հետ այս տարեսկզբին, բայց կա նաև Ուկրաինայի հետ խարտիա, որ շատ ավելի ընդգրկուն է իդեպ ասեմ, շատ ավելի այսպես կետերը պարունակում անվտանգային ավելի ծավալուն, քան Հայաստանինն է։ Ճիշտ է, դա ՆԱՏՕ-ի անպատասխան կետի պես իր աշխարհ չի տրամադրում, որ եթե Ուկրաինայի վրա հարձակում լինի, Միացյալ Նահանգները միջամտելու են ռազմական առումով, բայց անվտանգային աջակցության զինելու, հա, հազար ու մի հարցեր կիբերանվտանգության եւ այլն աջակցություն այնտեղ նախատեսվում է։ Եվ ես նաև հասկանում եմ Զելենսկին, որ այսպես չոր դեմը չի դնում հրապարակայնորեն ասի հիմա ինչ է ասած այդ Միացյալ Նահանգները իր ստորագրությունը հետ է կանչում, թե դու պարտավորություններդ կատարելու ես, որտեղ իրականում Միացյալ Նահանգները շատ այլ նաև պարտավորություններ ունի նույն Ուկրաինայի հանդեպ, ոնց որ ուներ նաև Արցախի հանդեպ Մինսկի խմբի շրջանակներում, Եվ տեսանք ինչ եղավ։ Հովանավոր էր հանդիսանում, այլ հենց Թրամփի օրոք 20 թվականին, երբ որ Ադրբեջանը հարձակվեց, ռազմական գործողություններ սկսեց, Թրամփը ոչինչ չարեց եւ պարզ է Զելենսկին դա չէր մեջբերի, երբ որ Թրամփը ասում էր, որ իմ օրոք ոչ մի պատերազմներ չի եղել, ես կանխել եմ, նույնիսկ չգիտեք էլ ինչպիսի պատերազմներ եմ կանխել, հա։ Ոչ մեկը չասեց մի րոպե, բայց Արցախի պատերազմը հենց քո ժամանակ էր։ Քո ժամանակ եղավ, դու լռեցիր, բացարձակ ոչինչ չարեցիր։ Վերջի պահին միայն նոր սկսեցիր ինչ որ քո այդ Կարոզարշավի ժամանակ ասել, որ հա, հայերը քաչ կռվում են եւ այլն։ Նախադասությամբ։ Հա, մի նախադասությամբ եւ Պոմպեոն էր, որ փորձում էր ամեն դեպքում ինչ որ ճնշում գործադրել Ալիևի վրա, իր պետքարտուղարը այն ժամանակվա։ Ուզում ասեմ, բայց հիմա մենք էլի նույն իրավիճակում ենք այն իմաստով, որ կա պայմանագիր, կա պարտավորվածություն, Ուկրաինայի դեպքում դա նաեւ Բուդապեշտի համաձայնագրերն են 93 թվականի, երբ որ ուրեմն դուք գիտեք, Ուկրաինան հրաժարվեց իր ամբողջ միջուկային արսենալից, իսկ եթե այդ միջուկային արսենալը մնար Ուկրաինայում, ինքը լինելու էր երրորդ միջուկային տերությունը աշխարհի։ Այդքան կանակի միջուկային զենք կար իր տարածքում, ինքը ամբողջը հանձնեց Ռուսաստանին, այն բանի դիմաց, որ գերտերությունները եւ նախ եւ առաջ Միացյալ Նահանգները, բայց նաեւ Ռուսաստանը ստորագրեցին երաշխիքներ, որ ոչ մեկ չի ոտնձգի նրա տարածքային ամբողջականության հանդեպ, որը խախտվեց։ Եվ հիմա Զելենսկին դա էլ չհիշեցրեց, ինքը բավականին կոռեկտ էր, ասեմ ձեզ, շատ բաներ ինքը ուներ հիշեցնելու, բայց չհիշեցրեց, որ այսպես շատ նեղը չդնի իր գործընկերոջը, որի հետ եկել էր բանակցելու։ Բայց գործընկերը դա չհասկացավ եւ բավականին վուլգար էր։ Եվ հատկապես փոխնախագահի մակարդակով բավականի այսպես կոշտ եւ սադրիչ այսպես արտահայտություններով մեղադրելով, որ դուք շնորհակալ չեք, չնայած Զելենսկին պնդում էր, որ բազմից եմ շնորհակալություն հայտնել։ Նա նույնի Հիշեցրեց Պենսիլվանիայում հոկտեմբերին ընդդիմադիրների քարոզչության ներկա գտնվել է, չնայած նա Թրամփին էլ հանդիպել միջև ընտրությունները, այսինքն ինքը բոլորի հետ էլ այդ կապը պահում էր։ Ուսում ասեմ, մի տեսակ շառանալու ձևով փորձ էին արում ճնշել եւ ինչ որ բանի բերել։ Այն աշճանի, որ Թրամփը ասեց, որ եթե չստորագրեք, մենք դուրս կգանք գործարքից, հիմա պարզ չի գործարքից դուրս գալ նաև նշանակում է Ուկրաինային կդադարենք աջակցել, թե չէ։ Հաջորդ հարցը հենց պարոն Խուշուձյան, նրանում է, որ հետագա ընթացքը ինչպես կլինի այս հանդիպումից հետո։ Իսկապես Միացյալ Նահանգները կհրաժարվի այս ամենից։ Տեսեք, Թրամփը այդքան ազատ չէ իր գործողություններում, ինչքան կարող է թվալ։
Այս խոսակցությունը արդեն ինքնին բերեց շատ լուրջ հակադրությունների դիմադրությանը նույն Միացյալ Նահանգների ներսում, որովհետև այնտեղ քաղաքական establishment-ը ոչ միայն ընդդիմադիր ժողովրդավարական, այլ նաև հանրապետականի մի մասը շատ դժգոհ է Տրամպի այս վերաբերմունքից Ուկրաինայի հանդեպ եւ հատկապես Ռուսաստանի հանդեպ, որովհետև բոլորը հասկանում են, որ Ուկրաինային ճնշում է ում օգտին, Ռուսաստանի նախ եւ առաջ, չէ՞։ Չնայած ինքը ուզում է փաթեթավորել, որ այդ օգտական հանածոների պահն է այդտեղ ավելի շատ, որը բայց օրը գիշեր զբաղված է Ռուսաստանի PR-ով։ Փաստորեն այդպես է ստացվում, էլի, եւ իրեն սկսեցին մեղադրել, արդեն թերթերում է սկսում տպագրվել, որ չէ, ոնց որ թե այս մարդը լրիվ Ռուսաստանի շահերն է սպասարկում եւ ընդդիմությունն է անդադ դրա մասին արդեն ավելի բաց խոսում եւ որոշ հանրապետական ձայներ են հնչում, որ սա ընդունելի չէ։ Եվ նման պայմաններում, երբ որ Տրամպի վարկանիշը արդեն սկսել է ընկնել դեռ միջև սա Կանադայի եւ Մեքսիկայի հանդեպ այդ ուրեմն տարիֆների մտցնելու արդյունքում Կանադան դառնա 51-րդ նահանգ եւ այլն։ Հա, բայց հատկապես տարիֆների հետևանքով արդեն թանկացումներ կան շատ նահանգներում, շատ մթերքների եւ բենզինի նաեւ թանկացման վտանգ կա, որտեղ դուք գիտեք նաեւ Կանադայից են բենզին գնում եւ այլն։ Եվ նման պայմաններում Տրամպը հասկանում է, որ եթե շատ այսպես էքսցենտրիկ քաղաքականություն վարի, շատ տարբերվող ավանդական Միացյալ Նահանգների ավանդական քաղաքականությունից կարող է ուղղակի չկարողանա դա ներկայացնել հասարակության այնպես, որ իր վարկանիշը ուղղակի չգահավիժի մոտակա ժամանակներում, իսկ դրա վտանգները ինքը, ես կարծում եմ, արդեն զգում է, դրա համար էլ ինքը բավականին զուսպ էր, նաև վերջում չնայած այդ Digivens-ի սադրումից հետո ինքը բավականին այսպես կոշտացրեց, բայց միջև այդ ինքը փորձում էր բավականին զուսպ լինել եւ հետո որոշ գրառումներ անելուց հետո իր սոցիալական ցանցերում եւ հանեց, այսինքն ինչ-որ տվայտանքներ կային, ինքն էլ այսպես անորոշության մեջ է, զգացում է, որ կողքից նաեւ հուշում են, որ չի կարելի այսպես գրառումներ անել եւ այլն։ Ուզում եմ ասեմ, այնպես չի, որ ինքը ինչ ուզի կկարողանա անել, այդ թվում Ուկրաինայի մասով, հա։ Հիմա գալով Հայաստանի, ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն դեպքում շարունակենք աշխատել, ու իշխանությունները Հայաստանի շարունակեն ակտիվ աշխատել Միացյալ Նահանգների հետ, որտեղ գոնե մեր հանդեպ որևէ ինչ-որ բացասական նշաններ չկան։ Ես այնտեղ տեսնում եմ, որ Մարկ Ռուբիոն, հա, բավականին այսպես ճնշված վիճակում է։ Ինքը հիշենք, որ միասնական տեխնացու է եղել ըստ էության ժողովրդավարական եւ հանրապետական կուսակցությունների, ինքը դեմ քվեարկող չի ունեցել։ Եվ դա նշանակում է, որ establishment-ը մեծ հաշվով, այսինքն այն ավանդական բյուրոկրատիան եւ իշխանությունը, հա, որտեղ խորհրդային պետության մասն է խոսքը, այլ հենց այսպես էլիտան, հա, իշխող էլիտան Միացյալ Նահանգների երկկուսակցական կոնսենսուս է ունեցել իր տեխնացիան հարցում, որտեղ նաև զգացել են, որ ինքը պրոֆեսիոնալ է, ինքը տեղյակ է խնդիրներից եւ ինքը ճիշտ դիրքորոշում ունի նաև Ռուսաստանի հանդեպ, ինքը միշտ շատ քննադատաբար է վերաբերել։ Դրա համար էլ պարբերաբար իրեն բավական այսպես տվերում է փորձում պահել Տրամպը եւ դա երևում է նաեւ այս հանդիպումների ժամանակ, երբ որ ինքը անդադ փորձում է հատկապես առաջ բերել այսպես փոխնախագահային, երբ որ արտաքին քաղաքական հարցերում փոխնախագահան ընդհանրապես Միացյալ Նահանգներում երբևէ լուրջ դերակատարում չի ունեցել։ Դրա համար եղել է պետքարտուղար։ Փոխնախագահան ավելի շատ ներքին քաղաքական հարցերում եղել, ոնց որ մենք տեսել ենք նույն վերջի շրջանում Քամալա Հարիսի դեպքում, հա։ Նույնը մենք տեսնում ենք նաև բանակցողների հարցում, որտեղ որ ինքը փորձում է առաջ մղել եւ էրիադ տարավ հատկապես այն մարդկանց, ովքեր որ ավելի վստահում էր, չնայած կար ուրեմն բանակցող, որը որ բավականին կոշտ էր վերաբերում Ուկրաինային, նրան ավելի հետ պահեց, Ռուսաստանին նրան ավելի հետ պահեց։ Ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իհարկե աշխատանքի տեղ կա նույն Մայք Ռուբիոյի հետ, Մարկոս Ռուբիոյի հետ եւ պետք է այդ ուղղությամբ աշխատել, որ Խարտիան Հայաստանի եւ Միացյալ Նահանգների սկսի իրականացվել, հանձնաժողովը սկսի գործել, այցելությունը, որ այդ հանձնաժողովի գործունեության շրջանակներում նախատեսվում էր, հա, այդ Հայաստանի սահմանային անվտանգության հարցերում խումբ պետք է գար, արագացվի դրա գալը, հնարավորինս, որ այդ գործընթացները վստահ եմ որևէ անմիջական միջամտություն Տրամպը նման գործընթացների վրա չի ներգործում, որովհետև դա այն ոչ այն շրջանն է, որ ինքը այդպես մեծ ուշադրություն դարձնի, հա, տարածաշրջանը, ոչ էլ այն մասշտաբն է, որ ինքը այտենց խորանա։ Դա վստահ եմ թողնված է Մարկ Ռուբիոյի հայեցողությանը եւ դա պետք է օգտագործել, քանի դեռ հնարավոր է, հա, որտեղ չգիտենք, վաղը մյուսօր կարող է Մարկ Ռուբիոն հրաժարական տա կամ ուղղակի իրեն հանեն։ Շատ լավ, շատ կարևոր է Միացյալ Նահանգների հետ աշխատանքը, ինչպես դուք նշեցիք, բայց նաև շատ կարևոր է ԵՄ-ի հետ մեր աշխատանքը, շարունակելով այդ
գործընթացը, քանի որ վերջերս ԵՄ դեսպանը այստեղ Վասիլիս Մարագոսը նշեց, որ երբևէ այսքան ջերմ հարաբերություններ Հայաստան-Եմեն չի եղել։ Ես կցանկանայի նաև խոսենք Եվրաքվեի մասով, մի փոքր այդ մասով մեկնաբանությունները ձեր, ինչ փուլում է այն գտնվում այժմ։ Հիմա տեսեք, գալով Եվրամիության հետ հարաբերություններից պետք է նշենք, որ նաև Եվրոպան ինքը այսօր առավել քան միասնական է եւ Միացյալ Նահանգների այսպիսի կեցվածքը բերել է ներքին այնպիսի տրամադրվածության, որ նույնիսկ Մակրոնը ասեց այդ մասին։ Հունգարիան եւ Ֆիցոն, որոնք որ այսպես եվրոսկեպտիկներ էին եւ ավանդաբար եվրոպական միասնության դեմ էին հանդես գալի, ձեները կտրել են մի տեսակ, որովհետև այդ միասնության ֆոնին իրենք շատ ավելի այսպես մարգինալ վիճակում կհայտնվեն, եթե հանգար սկսեն ներկայանալ որպես Միացյալ Նահանգների շահերի սպասարկող, որովհետև այս դեպքում Միացյալ Նահանգների իդեմս Տրամպի ուղիղ ասում է, որ Եվրամիությունը ընդհանրապես ստեղծվել է մեզ նյարդայնացնելու համար, ասեց թե ինչ որ վնաս տալու համար, ինչ որ մի ցած բացասական բան ասեց։ Եվ պետք է հասկանանք, որ Եվրամիությունը իրականում բավականին հզոր տնտեսական եւ ռազմական միավոր է։ Ռազմական ոչ թե այն իմաստով, որ ինքը ռազմական նպատակներ ունի, այլ ինքը պոտենցիալ ունի ռազմական։ Տեսեք, Եվրամիությունը, եթե նաև գումարում ենք Մեծ Բրիտանիան եւ Նորվեգիան իրենց համախառն ներքին արդյունքներով, որը որ Մեծ Բրիտանիայի դեպքում 3 տրիլիոն է, Նորվեգիայի դեպքում 0.5 տրիլիոն, ընդհանուր 23 տրիլիոնից ավել, այսպես հզորություն ունի, հա, համախառն ներքին արդյունք։ Եվրամիությունը գումարած այդ երկու երկրները։ Միացյալ Նահանգներն ճիշտ է ավելին է 30 տրիլիոն է, բայց 23 տրիլիոնն էլ քիչ չի, եւ եթե այս համախմբվածության միասնականության եւ նաեւ ռազմական վտանգների զգալու ֆոնին, անվտանգային ռիսկերի զգալու ֆոնին Եվրամիությունը 1% ընդամենը ավելացնի իր ռազմական ծախսերը, հələ 23 տրիլիոնի 1%-ը 230 միլիարդ եվրո է, որը որ ռուսական այսօրվա ամբողջ ռազմական բյուջեից մոտավորապես 70 միլիարդով ավելն է, 70 նույնիսկ ավել, հա, 90, որտեղ այսօր 140 միլիարդ է Ռուսաստանինը, որը երկար չի կարող ձգել ընդ որում, ամեն ինչ անում է, որ խաղաղության հասնի, շատ շահագրգռված է Ռուսաստանը, որ այս ծախսերը վերջապես դադարեցնի, որտեղ չեն կարողանում արդեն չեն ձգում։ Ընդհանրապես այդ մի տոկոսն եմ ասում, բայց ինքը արդեն այսօր 2%-ին հասել են Եվրամիության երկրները հիմնական։ Բոլոր երկրները նշեցին, որ ռազմական ծախսերն ավելացնելու են, Դանիան շատ լավ ելույթ ունեցավ, Մակրոնը արդեն 2%-ին հասնում են, Լեհաստանը արդեն 4.3% է, Մեծ Բրիտանիան 2.3 է, 2.5-ի է հասցնում, Գերմանիան ավելացնում է, այն խոշորները կարևոր ավելացնում են, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է նոր ռազմական արտադրություններ, դա նշանակում է թվականակի աճ ռազմական զորքերի, սպառազինությունների, նաև վերապատրաստումների, թարմացումների, գիտելիքների, այդ ամեն ինչը շատ կարևոր է հզոր ավելի այսպես ուժային կենտրոն դարձնելու համար Եվրամիությունը, որը որ նաև զսպող հանգամանք կլինի Ռուսաստանի համար, այնպես չի որ Եվրամիությունը ինքնուրույն չի կարող զսպել Ռուսաստանին, դրա մասին եմ ես խոսում։ Ուղղակի ավանդաբար ցավոք սրտի Եվրոպայում այսպիսի մտայնություններ տարածված, որ դա Միացյալ Նահանգները կամ մեզ կպաշտպանի։ Չէ, դուք ինքներդ կարող եք ձեզ պաշտպանել եւ Տրամպի այս քաղաքականության միակ դրական արդյունքը դերևս եղավ դա, որ ցնցեցին եվրոպացիներին հասկացնելով, որ մի քիչ դուք ինքներդ ձեր անվտանգությամբ զբաղվեք եւ Մակրոնը ընդունեց այդ մարտահրավերը, ասաց այո, ես միջուկային առումով տեր եմ կոպիտ, եւ գուցե ավելի լավ հակադարձելու եմ, այո։ Մակրոնի միջուկային զենքը ճիշտ է, այդքան չի, ինչքան Ռուսաստանին է, նույնիսկ Մեծ Բրիտանիայի հետ միասին, բայց բավական է, որպեսզի ոչնչացնի Ռուսաստանը մի քանի անգամ։ Ոնց որ Ռուսաստանի զենքն է ատոմային, բավական որ Եվրոպային մի քանի անգամ ոչնչացնի։ Դրա համար էլ դա այդ փոխզսպող հանգամանքը կա, որ իրար չոչնչացնելու համար չկիրառեն ընդհանրապես միջուկային զենք։ Իսկ կոնվենցիոնալ զենքերի մակարդակով Ռուսաստանը ուղղակի չի կարող մրցել, ինչքան էլ որ Տրամպը փորձում էր համոզել, որ Եվրոպան թույլ է, որ Ռուսաստանը հսկայական սպառազինությունների արտադրություն է սկսել եւ այլն եւ այլն։ Մեր անելիքը որը պետք է լինի Եվրաքվեի շրջանակներում։ Զարգացնել, խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Ես առաջիկայում գիտեք, որ 4-ին թե 5-ին մարտի պետք է լինի արդեն երկրորդ ընթերցման ընդունում, ես հուսով եմ, որ սահուն դա կանցնի, եւ դրանից հետո ես կարծում եմ, որ արդեն ի տարբերություն նախնական տրամադրվածության, միջև էս քաղաքականությունների փոփոխությունը Միացյալ Նահանգների, կար տրամադրվածություն, որ Եվրամիությունը մեր Հայաստանի պարլամենտը դրանով կսահմանափակվի եւ արդեն կանցնի Հայաստանի իշխանությունը Եվրամիության հետ աշխատանքային հարաբերություններ, ճանապարհային քարտեզ Եվրամիության անդամակցության ուղղությամբ, բայց հայց ներկայացնելու, հա, պաշտոնապես դրա մասին դեռ խոսք չկար։ Ես կարծում եմ, որ հիմա նաեւ այդ խոսակցությունը կարող է լինել, այո, ժամանակն է, որ հենց այդ ընդունելուց հետո նաեւ պաշտոնապես Հայաստանի իշխանությունը դիմեն հայտով ավելի շուտ Եվրամիության անդամակցության հարցում։ Շնորհակալ եմ, մենք ավելի
Շարունակում ենք թողարկումը, Միացյալ Նահանգների վարչակազմը կարող է ամբողջությամբ դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, Սպիտակ տանը նախագահներ Զելենսկու եւ Թրամփի միջև 3 տեղի ունեցած թեժ բանավեճից հետո, հաղորդում է The Washington Post-ը։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Փետրվարի 25-ին ռուսական զորքերը ներխուժել են Սումիի շրջանի սահմանի մի հատված եւ մտել ուկրաինական տարածք։ Այս մասին ուկրաինական Pravda-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի խոսնակ մայոր Դմիտրի Լիխովին։ Նա մասնավորապես նշել է, որ փետրվարի 25-ին հակառակորդը մինչև 2 մեխանիզմացված ուժերով ներխուժել է սահմանի այդ հատված, հատել Ուկրաինայի պետական սահմանը, սակայն արգելափակվել եւ հետ են շպրտվել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Լիխովինը նաեւ ասել է, որ հետագայում ռուսական զորքերը շարունակել են հարձակման փորձեր, այժմ օգտագործելով հետևակային խմբերը, միաժամանակ ուկրաինական պաշտպանական ուժերը միջոցներ են ձեռնարկել հակառակորդի կողմից ուկրաինական նյութատեխնիկական մատակարարման կանխումը։ Հաղորդվում է, որ տարածքում մարտերը շարունակվում են, Deep State Project քարտեզը ցույց է տալիս, որ այդ տարածքը գորշ գոտում է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քրդական բանվորական կուսակցության հիմնադիրի զենքերը վայր դնելու մասին կոչը նոր փուլի սկիզբ է ստեղծելու առանց ահաբեկչությունների ազգ։ Ջանքերը ահաբեկչությունից զերծ Թուրքիայի համար երեկվանից նոր փուլ են մտել, ասել է Էրդողանը։ Նախորդին 1984 թվականից թուրքական պետության դեմ զինված պայքար մղող քրդական բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլլա Օջալանը կոչ արել զինաթափվել եւ ինտեգրվել թուրքական պետությանը։ Մեքսիկան Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններին է արտահանձնել Գվադալախարա կարտելի հիմնադիրներից Ռաֆայել Կարո, նաև կարտելների 29 անդամների։ Նշվում է, որ արտահանձնվածների թվում կան կարտելների ղեկավարներ եւ անդամներ, որոնք ներգրաված են ԱՄՆ-ում կատարված մի շարք հանցագործություններում։ Կինտերոն, որը 1970-ից 80-ականներին գլխավորել է Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի մատակարարումը, 40 տարվա ազատազրկման էր դատապարտվել ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալ Էնրիկե Կամարենայի առևանգման խոշտանգումների եւ սպանության համար։ ԱՄՆ գլխավոր դատախազն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է կոշտ պայքարը կարտելների դեմ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը նշել, որ կարտելները դիտարկվում են որպես ահաբեկչական խմբավորումներ եւ պետք է ոչնչացվեն։ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարը հրաժարական է ներկայացրել չհամաձայնելով այլ երկրների տրամադրվող աջակցությունը կրճատելու ու պաշտպանական ծախսերը մեծացնելու կառավարության որոշման հետ։ Անելիս Դոդսը հեռացել է նամակ թողնելով Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Վերջին հաշվով այդ կրճատումները հուսահատ մարդկանց զրկելու են սննդից, բուժօգնությունից, ասել է Դոդսը, տագնապ հայտնել, որ Գազայում, Ուկրաինայում եւ Սուդանում ապրող մարդկանց աջակցության ծրագրերը երկրորդ պլանում են հայտնվել։ Աբխազիայում ընթանում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ընտրողներին հասանելի է Աբխազիայի 152 ընտրատեղամաս, եւս երկուսը Ռուսաստանում, Մոսկվայում եւ Չերքեսկում։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134,000 մարդ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած տեխնացուներն են Բադրագումբան եւ Ագդուր Արձինբան։ Հիշեցնենք, որ առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 15-ին։ Անդրադառնանք այլ թեմաների Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում այսօր հրդեհ էր բռնկվել, որը արդեն մարվել է։ Դեպքի վայր էին մեկնել հրշեջ փրկարարական ջոկատներից 4 հաշվարկ։ Տեղի ունեցածի պատճառները նախնական տվյալներով տեխնիկական են։ Հրդեհի վնասի չափի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է մարտի 1-ի գործով դատավարությունը, մինչև փաստաբաններն իրենց դիրքորոշումը կհայտնեին նոր մեղադրանքի վերաբերյալ մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Առաջինը կապված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա փաստաբանների հետ։ Նրանք դժգոհել են, որ անընդհատ շեշտվում է մեղադրյալ արտահայտությունը, բայց դատարանում որևէ մեղադրյալ չկա, հիշեցնելով, որ իրենց վերագրվող հոդվածը տարիներ առաջ ճանաչվել է հակասահմանադրական։ Մյուս միջադեպը կապված էր Սերյան Օհանյանի հետ։ Նրա փաստաբան Կարեն Մեշլումյանը ներկայացրել է, որ որևէ տեղ գրված չէ, որ Օհանյանը պատգամավոր է։ Մինչդեռ դա շատ կարևոր է, քանի որ թե Օհանյանը, թե Արմեն Գևորգյանն ունեն անձեռնմխելիություն։ Դատարանը նկատողություն է արել Ռոբերտ Քոչարյանին, ասելով, որ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել դատական նիստերի դահլիճում։ Դատախազությունը պահանջում է ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուց բռնագանձել հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան օտարումից ստացված գումարը։ Ըստ դատախազի Արգամ Աբրահամյանն այն վաճառել է 2022-ին 2 միլիարդ 500 միլիոն դրամով։ Ապօրինի գույքի գործով ամենախոշոր հայցերից մեկով Աբրահամյաններից ընդհանուր առմամբ պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել 6 միլիարդ դրամ արժողությամբ 59 անշարժ գույք։
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից դատախազությունն ապօրինի գույքի գործով պահանջում է 17 անշարժ գույք եւ 224 միլիոն դրամ։ Բռնականցման ենթակա գույքերի թվում են 20-րդ դարի սկզբին մեծահարուստներ Դրամփյանների կառուցած պատմամշակութային հուշարձանին կից ավտոսպասարկման կետը եւ Ալեքսանդրապոլ հյուրանոցը։ Նախկին քաղաքապետն այս գործով պատասխանող է։ Նա մեղադրյալի աթոռին է մեկ այլ Գյումրիի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման գործով։ Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցերից 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել է 11 հայց, 2023-ին 6 հայցեր։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։ Բավարարված հայցերով բռնականացման ենթակա գումարի չափը կազմում է 24 միլիոն դրամ, 2023-ին 9 միլիոն 381 հազար դրամ էր։ 11 դատական ակտերից 9 մտել է օրինական ուժի մեջ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի վճռով մասնակիորեն բավարարվել է։ Վճռի հիման վրա Հօգուտ Հայաստանի Հանրապետության ԱՀ-ից, ԳՄ-ից եւ ԲԱ-ից որպես պետությանը պատճառված վնասի հատուցում կբռնականցվի 1 միլիոն 600 հազար դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ։ Հիշեցնենք, որ պարզվել էր, որ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետի նախկին տեղակալ ԳՄ-ի հանձնարարությամբ օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ ԱՀ-ն, նույն բաժնի օպերլիազորներ ՊՀ-ն եւ ԲԱ-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստուգումն իրականացրել էին ոչ պատշաճ։ Արդյունքում ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 6 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 330 միլիոն 267 հազար դրամ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել եւ վարչություն է տեղափոխվել գյումրեցի 59-ամյա մի տղամարդ, որի անձնական խոզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ։ Տղամարդն ընդունել է, որ կաթուցիչով օգտագործել է մարիխուանա։ Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ 59-ամյա մի տղամարդ, ում մոտ եւս հայտնաբերվել է կիսով չափ լցված կաթուցիչ։ Նա հայտնել է, որ տանն ունի մարիխուանա եւ խիմկա տեսակի թմրամիջոցներ։ Քրեական ոստիկանները ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել նաեւ 55 եւ 60 տղամարդկանց։ Վերջինիս անձնական խոզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ գրառմամբ տարա եւ դեղնականաչավուն զանգված, իսկ 55-ամյա տղամարդու խոզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթով 5 տարա։ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բնակիչներ ԼՄ-ն, ՌԳ-ն եւ ՍՔ-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող առանձնապես խոշոր չափերով 77 միլիոն 446 հազար դրամից մինչև 116 միլիոն 169 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդերի եւ այլ թանկարժեք իրերի բացահայտ հափշտակությունը, սակայն կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ այն բացահայտվել է ազգային անվտանգության ծառայության կողմից։ Բացի այդ, ԼՄ-ն եւ ՌԳ-ն նախնական համաձայնության են եկել միմյանց հետ էլեկտրաշոկի միջոցով տարադրամի փոխանակմամբ զբաղվող դեռևս ինքնությունը չպարզված անձինց բռնության գործադրմամբ խոշոր չափի 3 միլիոն 870 հազար դրամ հափշտակելու հարցի շուրջ։ ԼՄ-ն եւ ՍՔ-ն կալանավորված են։ Հաղորդվում է, որ շտապօգնության կանչն ուղեկցվել է հայհոյանքներով ու վիրավորանքներով, բժիշկների հետ վեճը շարունակվել է նաև բրիգադի տեղ հասնելուց հետո։ Հրաժարվելով հոսպիտալացումից վեճը մասնակիցները վերածել են ծեծկրտուքի։ Պարեկները ձերբակալել են Արմավիրի 37-ամյա եւ Մեծամորի 20-ամյա բնակիչներին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ 3 հոդվածով։ Հայաստանը մեկ տարվա կտրվածքով արձանագրել է տնտեսական ակտիվության 7.1% աճ, առևտրի, ծառայությունների մատուցման, շինարարության ոլորտներում հատկապես նկատելի են երկնիշ աճեր։ Ցուցանիշների անկում է նկատվել միայն արդյունաբերության ոլորտում, Free News-ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրաշրջանառության ցուցանիշները, որոնք նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել են։ 2025 թվականի հունվարին 2024 թվականի հունվարի համեմատությամբ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.1%-ով։ Գերատեսչության ղեկավարը պարզաբանում է, թե ինչով է պայմանավորված այդ աճը։ Մենք երկնիշ աճեր ունենք մի շարք ոլորտներում, առևտրի ոլորտում, ծառայությունների ոլորտում, բարձր աճ ունենք շինարարության ոլորտում եւ այլ ոլորտներում, նվազում միայն արդյունաբերության մեջ ունեինք, որը պայմանավորված էր անցած տարվա այսպես կոչված այդ ոսկու կիսաֆաբրիկատների արտադրության եւ արտահանման process-ով, որը այս որոշակի նվազում է արձանագրել։ Այս դրական ցուցանիշների վրա իրենց ազդեցությունն ունեն նաեւ օրենսդրական փոփոխություններն ու ոլորտային բարեփոխումները։
Երբեմն տասնյակից ավել, սովորաբար 5-ից 10 նախագծեր ենք ունենում կառավարության որոշումներ, որոնք միտված են գործարար միջավայրի բարելավմանը, որոնք միտված են կոնկրետ բիզնեսներին աջակցություն տրամադրելուն եւ արտահանման աջակցությանը, ներդրումներին աջակցությանը եւ բնականաբար առանց այդ աջակցության դա տեղի ունենալ ուղղակի չէր կարող։ Նախարարը նաև բավականին արդյունավետ է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա քաղաք կատարած այցը, որտեղ հանդիպումներ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների գերագույն խորհրդի անդամ Ռաս Ալ Խայմայի ղեկավար Նորին Մեծություն Շեյխ Սաուդ բին Սաքր Ալ Քասիմիի հետ, քննարկել հարցեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունների վերաբերյալ։ Իդեպ 2024 թվականին երկու երկրների առևտրաշրջանառությունը գերազանցել է 5.7 միլիարդ դոլարը, որը նախորդ տարվա ցուցանիշի կրկնապատիկն է։ Հայկական ապրանքների արտահանումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ զգալիորեն ընդլայնվել է, ինչը վկայում է աճող պահանջարկի եւ գործարար կապերի ամրապնդման մասին, նկատել է նախարարը։ Պատրաստ էին ես մաքսիմալ աջակցությունը ցուցաբերել Հայաստանից հայկական ցակման ապրանքների արտահանմանը դեպի այդ էմիրություն եւ իհարկե ներդրումների փոխադարձ ներդրումների հետաքրքրություն ներկայացրեցի մեր ներդրումային միջավայր, ներկայացրեցի հստակ ներդրումային ծրագրեր, փոխանցեցի ներդրումային ծրագրերը եւ հուսով ենք, որ հետագա աշխատանքը կբերի արդյունք։ Ըստ Պապոյանի Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերները եւս կարևորում են Հայաստանի հետ գործակցությունը։ Շատ բարձր է հետաքրքրվածությունը, իրենք շատ լավ ճանաչում են Հայաստանը, շատ լավ ճանաչում են հայկական շուկան, շատ լավ ճանաչում են հայերին եւ բոլոր այս 3 ուղղություններով իրենք շատ դրական համատեքստում են ճանաչում եւ Հայաստանը եւ հայերին եւ մեր շուկան եւ իրենք ինչպես մենք ենք դիտարկում իրենց որպես մերձավոր արևելքի համար կարևոր հաբ, իրենք ԵԱՏՄ-ում են Հայաստանին դիտարկում որպես կարևոր հաբ։ Վերադառնալով Հանրապետությունում շուտով մեկնարկելի կգարնանային գյուղատնտեսական աշխատանքներին Գևորգ Պապոյանն ասում է, որ գերատեսչությունն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնցով կարող է աջակցել քաղաքացիներին։ Առիթից առաջինը գյուղտեխնիկայի լիզինգն է, երբ որ գյուղատնտեսական տեխնիկա են ձեռք բերում մեր ֆերմերները եւ պետությունը իրենց վարկի տոկոսների մեծ մասը սուբսիդավորում է, մասնավորապես 14-ից 12% կամ 13-ից 12%, նայած ինչ տոկոսով են վերցնում վարկը, առավելագույն 14% պետք է լինի։ Երկրորդը դա ագրոպարենային սարքավորումների լիզինգն է, որտեղ մինչև 10%-ային կետով սուբսիդավորում ենք, երբ որ ագրոմշակող ձեռնարկությունները ձեռք են բերում ագրոտեխնիկական սարքավորումներ։ Ծրագրերը սակայն այսքանով չեն սահմանափակվում, դրանց ցանկը բավականին ընդգրկուն է եւ փաստում է, որ կառավարությունը հնարավորինս աջակցում է գյուղատնտեսներին։ Հաջորդ ծրագիրը դա ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ծրագիրն է, երբ որ մենք եթե տոհմային ներմուծվող անասուններ են Հայաստան գալիս, տոհմային անասուններ ներմուծվում կամ Հայաստանում են արտադրվում, մենք էլի արժեքի 50%-ն ենք վճարում, իհարկե այդտեղ էլի վերին շեմ կա, սահմանափակում գոյություն ունի, խեցգետնաբուծության ծրագիրը, որ ագրոարդյունաբերության ոլորտում կարևոր ծրագիր է, սպանդանոցային մորթի աջակցության ծրագիր եւ հիմա նոր ծրագիր ենք իհայտ բերելու, որտեղ 10,000 դրամ կփոխհատուցենք սպանդանոցային մորթի գինը, այսինքն մեր բնակչությունը այլևս ծախս չի անի, կարելի ասել այդ ուղղությամբ։ Մեղվաբուծության զարգացման ծրագրով օրինակ պետությունը փոխհատուցում է գնված մեղվափեթակների գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 40,000 դրամը։ Ծրագրի նպատակն է նպաստել երկրում մեղվաբուծության խթանմանը, նաև մեղվաբուծական տնտեսությունների եւ արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի մշակութային կյանքում սպասվում է արտասովոր եւ ոգեշնչող իրադարձություն կկազմակերպվի ցուցահանդես, որը հնարավորություն կտա հայ արվեստասերներին բացահայտելու ժամանակակից արվեստի նոր շերտեր։ Հայ-իսլանդական գործակցության այս նոր էջը խոստանում է ամրապնդել մշակութային կապերը եւ ստեղծել նոր երկխոսության հարթակ հայ եւ օտարերկրյա արվեստագետների միջև։ Իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրը ժամանել է Հայաստան, ներկայացնելու իր առաջին անհատական ցուցահանդեսը, որը ներառում է բազմաշերտ յուրահատուկ տեխնիկայով ստեղծված աշխատանքներ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ, գունային նրբերանգների զգայուն համադրությամբ եւ խորքային մշակութային երկխոսությամբ։ Հայաստանի արվեստասեր հանրության համար այս ցուցահանդեսը խոստանում է դառնալ ոչ միայն ուշագրավ իրադարձություն, այլև նոր շերտեր բացել ժամանակակից իսլանդական արվեստի ընկալման մեջ։ Գիսլադոտիրը մշտապես ձգտել
կարողացել է արվեստի միջոցով ուսումնասիրել տարբեր մշակույթների փոխազդեցությունը, իսկ Հայաստանի եւ Իսլանդիայի պատմական, աշխարհագրական ու հոգեվոր ընդհանրություններն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացրել նրա համար։ Արվեստագետի այցը ոչ միայն ցուցահանդեսային է, այլև հետազոտական։ Նա պատրաստվում է հանդիպել հայ նկարիչների, քանդակագործների եւ արվեստի պատմաբանների հետ, ուսումնասիրելու հայկական արվեստի առանձնահատկությունները, որոնք հետագայում կարող են արտացոլվել նրա նոր աշխատանքներում։ Ինչպես ինքն է նշում, նման մասշտաբի ցուցահանդես կազմակերպելը մեծ մարտահրավեր է, բայց միևնույն ժամանակ եզակի հնարավորություն բացահայտելու նոր ստեղծագործական հորիզոններ։ Ես սիմետրիայի սիրահար եմ, ուստի հայ արտ կենտրոնը դառնում է իմ սիրելի վայրերից մեկը Հայաստանում, իհարկե հայկական խոհանոցից հետո։ Այցից նպատակն է սկսել գործակցություն այս հրաշալի մշակութային կենտրոնի հետ եւ կազմակերպել արվեստով լի աշուն հայ արվեստասերների համար։ Բացի ցուցահանդեսից Գիսլադոտիրը ծրագրում է վերադառնալ Ռեյկյավիկ, որտեղ կստեղծի նոր տարածական քանդակներ եւ ինստալացիաներ տարբեր նյութերից։ Դրանց մի մասը նախատեսվում է 2025 թվականի աշնանը տեղադրել Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտայի եւ Սարյանի փողոցի հատման կետում, որը ստանալու է արվեստի խաչմերուկ անվանումը։ Այս նախաձեռնության շրջանակներում քաղաքային միջավայրը կհարստանա ժամանակակից արվեստի նոր շերտերով, ստեղծելով մի յուրահատուկ բացարձակ, որտեղ արվեստը կխոսի քաղաքի անցորդների հետ։ Գիսլադոտիրի այցը ներառում է նաև կրթական բաղադրիչ։ Նրա ամուսինը իսլանդացի լեզվաբան Թորհալյուր Իթորսոնը նախատեսում է վարպետաց դասեր անցկացնել հայ արվեստագետների, լեզուներով հետաքրքրվողների եւ մշակույթի ոլորտի մասնակիցների համար։ Նրա գլխավոր նպատակը հայ-իսլանդական մշակութային երկխոսության խթանումն է։ Վարպետաց դասերի ընթացքում Իթորսոնը կներկայացնի իսլանդերենի յուրահատկությունները, լեզվական ու մշակութային զուգահեռները, նաև կխոսի լեզվի եւ ինքնության փոխկապակցվածության մասին։ Նրա նախաձեռնությունը կամրջելու է երկու երկրների մշակույթները արվեստի եւ լեզվի միջոցով, ստեղծելով միմյանց ճանաչելու նոր հնարավորություններ։ Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը վստահ է, որ այս գործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի Երևանի մշակութային կյանքի համար, բացելով միջազգային արվեստագետների եւ տեղական համայնքի միջև երկխոսության նոր հորիզոններ։ Եվ հատկապես այս տարի մենք բազմաթիվ օտարազգի արվեստագետներ ենք հյուրընկալելու, որովհետև այս տարի հայ արտ կենտրոնում նաև իրականացվելու է գեղարվեստական տպագրության հոբելյանական 5-րդ միջազգային բիենալեն, որի շրջանակներում 213 արվեստագետ է գրանցվել 43 երկրից եւ շուրջ 500 աշխատանք։ Այս գործակցությունը ոչ միայն նոր շունչ կհաղորդի Երևանի մշակութային կյանքին, այլև կզարգացնի միջազգային կապերը, կնպաստի ժամանակակից արվեստի տարածմանն ու ամրապնդմանը Հայաստանում։ Այն նաև վկայում է, որ արվեստն ունի մշակութային սահմաններ հաղթահարելու, տարբեր ազգերի ու մշակույթների միջև կամուրջներ կառուցելու ուժ, ինչը դարձնում է այս նախաձեռնությունը ոչ միայն արվեստային, այլև սոցիալական նշանակալի իրադարձություն։ Անդրանիկ Ավետիսյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։